Բարև ձեզ, Ամենքուլիսի եթերում հարցազրույցն է եւ այսօր մեր տաղավարում է ռեֆորմիստական կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը։ Բարև ձեզ, Վահան Բաբայան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Ես եմ շնորհակալ։ Դուք երիտասարդ գործիչ եք, կարելի է այդպես ասել նաեւ, բայց ես ձեզ հիշում եմ շատ ավելի վաղուց, 2000-ականներից, երբ դեռ Հանրապետություն կուսակցության երիտասարդական թևի ղեկավարն եք։ Այո, դրանից առաջ չեմ գնացել, ուսանող եք ըստ երևույթին։ Դե այդ ժամանակ էլ էի ուսանող։ Այդ ժամանակ էլ էի ուսանող։ Այո։ Հա, բայց հետո որ այդ 2000-ականներից հետ եկա, տեսա որ բազմաթիվ նման կուսակցություններ եք փոխել, ի վերջո 17-ին, եթե չեմ սխալվում, հիմնեցիք, հա, թե 16-ին, այո։ Հիմնեցիք ռեֆորմիստական կուսակցությունը։ Ինչու այդքան ռեֆորմիստների այո կուսակցությունը, ինչու այդքան բազմազան ստացվեց ձեր դեպքում, Բարգավաճ Հայաստանին, Հայաստան կուսակցությանը անդամակցեցիք, երիտասարդական կուսակցություններ դրանից ավելի առաջ։ Դե գիտեք, քաղաքական դաշտը մեր երկրում ձևավորված կայուն ինստիտուցիոնալ իր բաները չունի, սա նորություն չի Հայաստանի քաղաքական դաշտի համար։ Ոչ ես եմ առաջինը, ոչ ես եմ վերջինը։ Սա process է եւ մարդիկ ընտրում են իրենց թիմը, ընտրում են իրենց տեղը, ընտրում են իրենց ճանապարհը։ Հիմա այդով որ ինձ տենց քննադատում է կամ մոտենում է ինչ որ քննադատապար այդ հարցերին, իրենք թող իրենց հարցեր տան, թե քանի տեղ են օրինակ իրենք սովորել, աշխատել, պայքարել, ամեն մարդ էլ տարբեր տեղերում ինչ որ բան արել, ի վերջո 16 թվականին ես իմ թիմի հետ որոշեցի ստեղծել կուսակցություն եւ ինչպես տեսնում եք 10 տարի է ես իմ կուսակցության ղեկավարն եմ, ես անգամ էլ առաջի անգամ մասնակցում ենք ընտրությունների։ Թե հիմա ինչի ոնց կարծում եմ այդ անձնական նույնիսկ չէ, գաղափարական հարցեր են։ Գաղափարական է, նաև հասարակական քաղաքական է, ընտրությունների ժամանակ մենք սկսում ենք հիշել նման բաները, հիշելով որ այս հիմա ինչ եք ուզում դուք այդ հարցով ասեք, կոնկրետ եթե հարց ունեք տվեք, ես պատասխանեցի ձեր հարցին։ Ես ասեմ ինչ եմ ուզում ասել, նախընտրական շրջանում մեր խնդիրն է նաև ներկայացնել ընտրողներին, գործիչների որոշ բաներ նաև անցյալից, նրա ով լինել է, հիշեցնել այդ ամեն ինչը, ունի նաև դա նման նուրբ պահ մեր հարցազրույցները, այո։ Եվ հիմա դուք ձեր կուսակցությամբ մասնակցում եք ընտրություններին, դուք վարչապետի տեխնացու հրավիրեցիք Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին, ում հետ նորից 2000-ականներին Հանրապետություն կուսակցությունում եք, չէ՞։ Կապը այնտեղից է, թե այլ գործոն դեր խաղաց, որ դուք նրան հրավիրեցիք։ Դե նախ մենք իրեն ճանաչում ենք արդեն, այո, 25 տարի մոտավորապես, պարոն Հարությունյանի հետ մենք պայքարել ենք այն ժամանակվա իշխանության դեմ, բավականին լուրջ Ռոբերտ Քոչարյանին։ Այո։ Բայց դուք ես հիշում եմ որոշ դրվագներ, որ դուք պաշտպանում եք նաև Քոչարյանին։ Ընդհանրապես մի դրվագ կարող եք մենակ հիշել, երբ իրեն ձերբակալել էին, ես որպես կուսակցության նախագահ, այո, քննադատել եմ նախագահների հանդեպ հետապնդումները ու ձերբակալությունները, ու ընդհանրապես անկախ նրանից թե ես կիսում եմ այդ մարդկանց գաղափարը թե չէ, եթե այդ մարդուն ձերբակալել են կամ այլ նախագահի են ձերբակալել, դա իմ դիրքորոշումն է եղել եւ ասել եմ, թե չէ ինչ որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կազմում դուք ինձ երբեք տեսած չեք լինի։ Դա որպես ձեր հարցի պատասխան։ Երկրորդը պարոն Հարությունյանի հետ մենք այո, դժվար եւ երկար ճանապարհ ենք անցել։ Ռոբերտ Քոչարյանին այս նորագույն շրջանում, երբ որ 18 թվականի ձերբակալության ժամանակ, ավելի վաղ չկա նման բան, մենք Ռոբերտ Քոչարյանի հետ ինչ առնչություն կարող ենք ունենայինք կամ ունեցել ենք։ Խնդիրը ուրիշ բանի մեջ է, խնդիրը նրա մեջ է, որ ել եմ կրկնում, երբ որ մենք 18 թվականին պայքարում էինք եւ ընդդիմություն էինք, այդ ժամանակ նույն շատ գործիչներ, ովքեր այսօր շատ ուժեղ ընդդիմադիրներ են, իրենք այդ ժամանակ նույնիսկ վախենում են ձայն հանեն։ Իսկ մենք այո, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունն ենք քննադատել։ Դուք ասացիք պետության ղեկավար էր, որովհետև, այսինքն ցանկացած պարագայում պետության ղեկավարի ձերբակալությունը, ղեկավարների ձերբակալությունը Հայաստանում դուք եթե դուք կարդաք մեր կուսակցության ծրագիրը, մեր կուսակցության ծրագրում գրված է, որ մեր կուսակցությունը հարգում է երկրի ղեկավարի ինստիտուտը։ Անկախ նրանից, որ այդ մարդը կարող է հանցագործություն քաղաքական տեսակետից մենք չենք քննարկում։ Հիմա մենք քննարկում ենք որպես սիմվոլ, նախագահ։ Մենք չենք քննարկում որպես մարդ, հա, եւ կամ քաղաքական գործիչ։ Եթե քննարկում ենք որպես քաղաքական գործիչ, շատ բաներ կարող ենք ասել բոլոր մարդկանց կամ ղեկավարների նկատմամբ մեր տեսակետները, բայց ինչ վերաբերվում է կոնկրետ այդ ձեր ասած դրվագին, դա այդքանն է եղել։ Այսինքն, եթե հարգում եք երկրի ղեկավարի ինստիտուտը, եթե հաջորդիվ
Իշխանությունների ընտրությունների արդյունքում իշխանափոխություն լինի եւ նախկին իշխանությունները արդեն նույն գործընթացը սկսեն Նիկոլ Փաշինյանի դեպքում, դուք նորից կքննադատեք նրան, պաշտպանելով Փաշինյանին։ Հիմա ես ձեր հարցերը սենց ընդհանուր որ բերում եմ, ես հասկանում եմ, որ դուք մեր նախընտրական քարոզարշավից որևէ բան չեք խոսում, այլ խորացել եք, թե որ թվականին ով ինչ է ասել, եկեք անցնենք քարոզարշավին։ Եթե ես ձեզ արդեն պատասխանեցի այդ հարցով, հիմա թե ում նկատմամբ ինչ կասենք, դա կյանքը ցույց կտա։ Դուք ձեր ծրագիրը ներկայացրեցիք։ Ես արդեն ձեզ ասեցի։ Դե ես ասում եմ, հաջորդիվ նույն վերաբերմունքը գործելավոճեն նաև Նիկոլ Փաշինյանի նկատմամբ եւ ինչ հանգամանքներ եւ ոնց, բայց եթե դուք նկատել եք, այո, մենք որևէ երկրի ղեկավարի հասցեին որևէ վատ բան վիրավորանք ամենայն դեպս չեք լսի մեր կողմից։ Դա մեր գիծն է եւ այդ գիծը տանում ենք, ինչ վատ բան կա դրա մեջ։ Չէ, ոչինչ, պարզապես երկրի ղեկավարներն էլ կարող են որոշակի հանցանքներ գործել եւ այդ հանցանքները որոշողը Հայաստանի Հանրապետության դատարանն է, այլ ոչ թե ես կամ դուք։ Դե բնականաբար։ Դե անցանք Քոչարյանի դեպքում էլ դատարանները որոշումներ կայացրեցին։ Դե հիմա ես դատավոր չեմ, որ որոշումներ կայացնեմ։ Շատ լավ։ Դուք քարոզարշավ եք անում 18 արդեն ուժերից մեկն է եւ տպավորություն կա կամ կիսում եք այն տպավորությունները, որ աննկատ է անցնում կամ կորում է ձեր քարոզարշավը շատ այլ ուժերի այդ 18-ից շատ այլ ուժերի հետ միասին ֆավորիտ հանդիսացող, այսպես ասած, եւ իշխանական եւ ընդդիմադիր մի քանի այլ ուժերի քարոզարշավների կամ միմյանց նկատմամբ քննադատությունների արանքում ունեք նման տպավորություն։ Նոր կուսակցություն ենք որպես ընտրության մասնակցող կուսակցություն, օլիգարխ չենք, նման ռեսուրսների չենք տիրապետում, որ լռեցնենք ամբողջ դաշտը, անում ենք քարոզարշավ այնքանով, ինչքանով որ մեր հնարավորությունները ներում են, բայց մենք այդքան էլ դժգոհ չենք քարոզարշավի ընթացքից, որովհետև մեր հանդիպումները ցույց են տալիս, որ երբ որ մարդիկ փնտրում են եւ հետեւում են, իրենք գտնում են իրենց տեխնացուներին։ Եվ ասեմ ձեզ, որ մենք փակ հարցումներ ենք արել, մեր փակ հարցումը, որը ոչ մեկին չենք տալիս, մենք մոտավորապես, այս պահի դրությամբ արդեն կարող եմ ասել, որ մենք տեսնում ենք մեզ արդեն խորհրդարանում, որտեղ ունենք այդ տվյալները։ Եվ մնացած հարցումներին չենք հավատում էլի նույն պատճառով, որովհետեւ այդ հարցումների պատվիրողներն են նույն այդ մարդիկ, հարցումներ կազմակերպողներն են նույն մարդիկ եւ ում անունը որ պետքա մտցնել մտցնում են, ում անունը պետք չի հանում են, այսինքն դա պարզ տեխնոլոգիաներ են, որը միշտ կիրառվել է եւ այսօր էլ կիրառվում է։ Դրա համար ես շատ թեթև եմ նայում նման հարցերին եւ ընդհանրապես մենք գիտենք ուր ենք գնում, մեր հաշվարկը ունենք, անկախ տարբեր տեսակի քննադատություններից, այդ փոշիացման մասին հիմարագույն թեզերից եւ մնացած հարցերից։ Մենք գիտենք մենք ուր ենք գնում, ինչ ենք անում, մեր ընտրողն էլ մեզ գտել է արդեն։ Ինչի է հիմարագույն թեզ, երբ որ տարբեր ժամանակներում դա ապացուցել է իրան, որ այդ թեզը ապացուցել է Եթե մենք այդ թեզով շարժվենք, ուրեմն Հայաստանում ոչ մի նոր կուսակցություն իրավունք չունի հայտ ներկայացնելու խորհրդարանական ընտրություններում։ Ուրեմն այդ կուսակցությունները պետքա լինեն, չգիտեմ, մեծ ֆինանսական ռեսուրսներ ունեցող կամ լինեն նույն կուսակցությունները, որոնք որ միշտ եղել են։ Հետևաբար սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է եւ մենք մեր ուժերը փորձում ենք։ Եվ որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում, որևէ մի անձ ոչ մի բարոյական եւ իրավական իրավունք չունի ինձ կոնկրետ իմ մասին եմ ասում։ Ինձ ասել, որ ես մասնակցեմ, թե չմասնակցեմ, իմ մասնակցելով ինչ-որ մեկին խանգարեմ, թե կօգնեմ։ Դա իմ որոշումն է, որ ինչ-որ ուժեր կարող է փոշիացնեն, կամ ինչ-որ ուժեր կարող է շատ ավելի մեծ ուժերի կողմից ստեղծված կուսակցությունները։ Կարծիքը հարցնողը լինում է ընտրության գաղափարը, ինստիտուտը։ Հիմա դու մասնակցի, ժողովուրդը կընտրի։ Իսկ դուք ինչ գիտեք, որ, այսինքն ստացվում է հետևյալ ձևով 30 օր լրատվամիջոցները, որոնք շատ դեպքերում անկախ չեն, հարցումները, որոնք էլի անկախ չեն, TV-ները, որոնք էլի անկախ չեն մեծամասամբ, հա, չեն անում։ 30 օր նույն բանն են ասում, որ այ դուք չունեք շանս, այնքան են ասում, որ ժողովրդի մեջ դա տպավորվի։ Իսկ մենք դրա դեմ ենք պայքարում, հետեւաբար ես դա նորմալ եմ ընդունում, բայց որ ասում եմ հիմարագույն նրա համար, որովհետև եթե մենք որոշում ենք կայացրել մեր կուսակցությունով մասնակցել, հետեւաբար ով պետք է կարողանա մեզ մեղադրել փոշիացման մեջ, այսինքն ես էլ կարող եմ իրենց մեղադրել։ Հասկանում եք, դա անիրատեսական թեզ է եւ ով է ասել, թե ով ում է ընտրելու, մենք դա չգիտենք, իրականում չգիտենք։ Չգիտենք, բայց այդ տեսեք դուք եք սոցհարցումներ իրականացնել, որպեսզի հասկանաք մոտավոր պատկերը։ Ես ձեզ ասեմ, նամանավանդ այս ընտրություններին, նայեք, իրականում 40%-ը չկողմնորոշված է։
Մենք չգիտենք այդ 40%-ը ում են դրել։ Արդեն 40 չի, արդեն Հանրապետական միջազգային ինստիտուտի տվյալների կամ սոցհարցումների համաձայն, ես չգիտեմ դուք նրանց հավատում եք թե չէ, բայց շատերը հիմնվում են նրանց տվյալների վրա, արդեն 20% է։ Պարզապես եւս 20-ը հրաժարվել է ասել, թե ում են ընտրելու։ Նույն բանը չի դուրս գալու։ Չէ, նույն բանը չի։ Դու չգիտես ում են ընտրելու։ Ահա, չգիտես ում են ընտրելու, բայց դու չգիտես են 20-ն էլ կա 20-ից քանի հոգին է գալու եւ քանի տոկոսն է։ Այո, բայց կողմնորոշված են ամեն դեպքում իրենց Համենայն դեպս մեր հարցումները ցույց են տալի, որ մոտ 40% կամ կողմնորոշված չի, հա, սենց ասեմ, կամ դերևս չի ուզում որևէ մեկին ընտրի, սենց ասեմ, բայց դա չի բացառում, որ իրենք ինչ-որ մեկին կընտրեն։ Հետևաբար ես կարծում եմ այս ընտրությունները հենց այդպեսին է լինելու են, այդ ձեր ասած մեծ ուժերը ստիպված են լինելու ընդունել նաև փոքր ֆրակցիաներ, ովքեր ամեն դեպքում ունեն ժողովրդի աջակցություն, ես չեմ խոսում միայն մեր կուսակցության մասին, կլինեն ինձ թվում է եւս 1-2 կուսակցություն, որոնք կանցնեն եւ կհաղթահարեն շեմը։ Այսինքն ձեր հարցումների համաձայն դուք անցնելու եք այդ նվազագույն շեմը եւ ազգային ժողովում ունենալու եք խմբակցություն եւ որ չափով ըստ ձեր այդ հարցումների։ Դե դա արդեն օրենքը եւ մանդատների բաշխումը ցույց կտա, բայց մեր քանի տոկոս հա, տոկոսը դե մենք հաղթահարում ենք 4%-ը հաղթահարելու եք, այո։ Լավ, շատ հետաքրքիր է ամեն դեպքում, բայց ինչպես է գնահատում պայքարը նորից իհարկե ես չվիրավորելով եւ ձեզ եւ ձեր ուժին ընդդիմադիր հզորների շրջանակում ոչ միայն իշխանությունն է ձեր մրցակիցը, տվյալ դեպքում նաեւ ընդդիմությունն էլ կարող է լինել, այո, եւ այնտեղ կա Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստանը, Բարգավաճ Հայաստանը, որի հետ միասին դուք 1-5 տարի, չէ՞, եղել եք պատգամավոր, 5 տարի պատգամավոր, այո, եւ Հայաստան դաշինքը Ռոբերտ Քոչարյանի, այդ շրջանակներում ինչպես է ընթանում ըստ քարոզարշավը։ Դե իրենց հնարավորություններով են իրականացնում, մենք մեր հնարավորություններով։ Հիմա ես չեմ կարող իրենց գնահատականները տալ, իրենց գնահատականը մեր հանրապետության քաղաքացիներն են տալու, ինչպես նաեւ մեր։ Ես խոսում եմ այլ բանի մասին, նայեք, մենք պետք է նորը բացենք, նոր էջ բացենք մեր պատմության համար, հա, անդադ նույնը պետք է չկրկնվի։ Հիմա մեր նման նախկինները անդադ չպետք է խոսքը նախկինների մասին չի, խոսքը ընդհանրապես քաղաքական դաշտի մասին է։ Հիմա նայեք, դե նախկինները մեր հիմնական քաղաքական դաշտի ներկայացուցիչներն են։ Դե հիմա ես չեմ ուզում այդ դաշտ մտնեմ, որտեղ ընդհանրապես ես դեմ եմ այդ քննարկումներին, նախկին, ներկա եւ այլն, մենք պետք է միասնական լինենք եւ այդ բաժանումների վերջը տանք էլի, որովհետեւ ավելի լավ է մարդկանց նայես ըստ գաղափարների, առաջարկած ծրագրերին, ամանան մենք գնում ենք ընտրությունների, քան թե որոշել։ Ես կարծում եմ բոլորս էլ նախկին ենք, բոլորս էլ ներկա ենք, բոլորս էլ ապագա ենք, քանի ապրում ենք այս բոլորս ապրենք այս կյանքում, բոլորս ապրում ենք այս կյանքում եւ այսինքն նոր մարդը, որ մտնում է քաղաքականության մեջ, միանշանակ այդ մարդը ինչ որ տեղից գալու է եւ այդ խոսույթը ես չեմ ընդունում։ Օրինակ այն խնդրեմ, ինչ վերաբերվում է ձեր ասած ուժերին, այդ ուժերը իրենց էլեկտորալ պատալոգին են հասել։ Ես կարծում եմ, որ իրենք առավել մեծ ցայներ, ինչքան որ այսօր ունեն, դժվար թե չկողմնորոշված, հա, հատվածը գնա իրանց կողմ։ Դա վերաբերվում է եւ իշխանությանը, դա վերաբերվում է եւ այդ 3 մեծ կուսակցություններին, հա, այսպես ասեմ։ Եվ դրա համար կարծում եմ, որ այդ 20% կլինի, 30% կլինի, թե ավել չկողմնորոշված ընտրական, ուրեմն զանգվածը, իրենք կարող են գալ եւ ընտրել հենց այն մարդկանց, ովքեր որ չեն այդ 3-ի մեջ չեն կամ իշխանության մեջ չեն։ Մնացած 14, հա, 15 այո, այդ 14-15 կուսակցությունից որևէ մեկին կընտրեն ու հենց դա է հետաքրքիրը, որ այս ընտրություններում հնարավոր է եւ ստեղծվեն այդ հնարավորությունները, որ ի վերջո որևէ փոքր դառնա մեծ կամ որևէ մեծ դառնա փոքր, որովհետեւ տիեզերքի օրենքն է, երբեք չի լինում այդպես, որ փոքրը միշտ մնում է փոքր, փոքրը կամ պետք է լրիվ, հա, կորի գնա դաշտից կամ մեծանա։ Գործունեությամբ է պայմանավորված, տեսեք, ընդամենը 1 տարի էլ չկա Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստանը, բայց տեսեք ինչ հաջողություն ունեցա որպես կուսակցություն իր վարկանիշային առումով եւ ես ձեզ չեմ օրինակ բերի այդ 14 կուսակցություններից ոմանք կան, որ շատ ավելի երիտասարդ են ձեզանից կամ ձեզանից էլ ավելի կյանք են ունեցել, բայց 14-ի մեջ են, ֆավորիտների մեծերի մեջ չեն։ Այսինքն ինչ որ գործունեություն է ֆինանսներից է կախված։ Դուք չգիտեք ինչի։ Ինչ կանեք, եթե շատ ֆինանս ունենայիք։ Քաղաքականությամբ չի զբաղվի, որտեղ ես կարծում եմ
քաղաքականության մեջ չես կարող էլի ֆինանսներով թելադրել։ Պետք է քո գաղափարով թելադրես։ Եթե Հայաստանի նման պետությունը Բայց ասում եք ֆինանսներից է կախված, փաստորեն ֆինանսներից է կախված։ Ֆինանսներից է կախված, որ իրանք այդքան միանգամից աճել են։ Հիմա որ մի կուսակցությունը կարող է միայն գաղափարով այդքան աճել։ Ոչ մի, դա անհնար է։ Իսկ ինչ կանեիք։ Այսինքն քաղաքականություն եք, ասում եք, եթե ունենայի այդքան ֆինանս, քաղաքականությամբ չեք զբաղվի։ Կարելի է հակադարձ հարցը եկել եք քաղաքականություն, որ ֆինանսներ աշխատեք։ Ոչ, միանշանակ ոչ, հենց դրա համար եմ ասում, որ քաղաքական գործիչները պետք է զբաղվեն քաղաքականությամբ, իսկ տնտեսությամբ զբաղվող մարդիկ հիմնականում ավելի լավ կլինի զբաղվեն տնտեսությամբ։ Այսինքն Գագիկ Ծառուկյանը, Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ է, իսկ Սամվել Կարապետյանը քաղաքական գործիչ դառնում է։ Չէ, նախ պետք է դառնա։ Իսկ Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ է, քաղաքական գործիչ է։ Եվ տնտեսական եւ քաղաքական, այո։ Գործիչ է։ Բարձր։ Լավ, պարոն Բաբայան, իսկ Սամվել Կարապետյանը նույնիսկ Հայաստանի քաղաքացի չի։ Իսկ Գագիկ Ծառուկյանը քանի շրջան է եղել падգամավոր, իր խմբակցություն ունեցել եւ Երևանում եւ տարբեր տեղերում ավականիներ, քաղաքապետներ, ոնց եք համեմատում։ Բարձր։ Լավ, իսկ այդ ձեր հարցումները ինչ են ցույց տվել ձեզանից բացի էլ ովքեր են Չեմ ասի ձեզ, ինչի պետք է ասեմ ձեզ։ Դա մեր գաղտնիքն է։ Հանրությունը ով որ գիտի, հանրությունը գիտի ում կընտրի, ինքը դրա կարիքը չունի, հանրությունը լսում է այդ մտածածին եւ հեքիաթային հարցումները եւ չի հավատում, որտեղ այդ հանրությունն էլ լավ պատկերացնում է ինչ է կատարում։ Հենց որ այդ հարցումները թողեք մենք մեր համար ենք արել այդ հարցումները հասկանալու համար, թե մենք ինչ շանսեր ունենք։ Սա է։ Շատ լավ։ Եթե իսկապես ձեր հարցումները իրականության համապատասխանում են եւ հարցման մասնակցիչները չեն մոլորոցրել կամ խաբել կամ թյուրիմացություն տեղի չունեցել եւ դուք ազգային ժողով եք անցնելու, հավանաբար դեմ չեք, չէ՞, որ ազգային ժողով կարող են անցնել, ոչ թե դեմ չեք, որ կանցնեն, այլ ունեն հավանականություն անցնելու եւ քաղաքացիական պայմանագիրը իշխող եւ Հայաստան դաշինքը եւ միգուցե ԲՀԿ-ն, նաեւ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան կուսակցությունը, միգուցե նաեւ ձեր հետ միասին այլ փոքր կուսակցություններ, ում հետ դուք համագործակցության եզրեր կունենաք։ Դա Կիկոսի մահը չի, որ ես այսօր ասեմ, թե վաղը ինչ կլինի ու ուր կգնանք։ Ձեր մտքում պետք է ունենաք։ Մենք ունենք մեր մտքում, մեր քննարկումները շարունակվում է, երբ որ մենք կընտրվենք, երբ որ իրոք մենք անցնենք խորհրդարան, այն ժամանակ կերևա դուք ինչ գիտեք, ով ինչքան զայնատան եւ ով անցնելու, ով չէ։ Դա բոլորը ենթադրություններ են եւ կանխատեսումներ։ Ես մեր մասով ունեմ այդ կանխատեսումը, գուցե ուրիշները ուրիշ կանխատեսումներ։ Այս պայդրությամբ նման բան ասելը կարծում եմ նախ սխալ է, բացատրեմ ինչի, որովհետև մարդիկ ձայն են տալու մեր կուսակցությանը մեր համար եւ չեն տալու ձայն որևէ մեկին վաղը աջակցելու համար, դա նոնսենս է։ Երկրորդը ես չգիտեմ, վաղ գնանք խորհրդարան, կտեսնենք ինչ ենք անում։ Լավ, եթե ձեր ձայնից կախված լինի, որ քաղաքացիական պայմանագիրն է լինելու իշխանության կամ թվարկած ուժերը կամ այլ ուժեր են ընդդիմադիր լինել իշխանության։ Այդ հարցին 30 օր է, այս քարոզարշավը 30 օրն էլ տալիս եմ։ Ամեն օր նույն պատասխանը։ Ամեն օր նույն պատասխանը տալիս եմ։ Այս պահի դրությամբ նման բաներ խոսալը դա վիրտուալ աշխարհի նման բան է, այսինքն գոյություն չունեցող հարցեր են։ Իսկ գոյություն չունեցող հարցերի մասին խոսելը միայն վնասելու է մեր այսօրվա քարոզարշավին։ Ինչի համար խոսենք։ Դուք ծրագրերից, գաղափարներից խոսեցիք, պարոն Բաբայան, ընդամենը 7 կետ պարունակող նախընտրական ծրագիր եք հրապարակել, որից ինչ որ բաներ հստակ չեն։ Նոր անվտանգության վերաբերյալ նոր հայեցակարգ եք մշակելու, եթե գաք իշխանության, արդեն ոչ թե ազգային ժողովում փոքր ֆրակցիա ունենաք, այլ իշխանության։ Դա ինչ է իրենից ընդհանրում։ Նայեք, անվտանգության հայեցակարգը դրանք ավելի մանրամասնել այլ կուսակցությունների նման, որ հասկանանք, բայց անվտանգության հայեցակարգը դա Երևանի տրանսպորտի սակագների մասին մի ինչ-որ փաստաթուղթ չէ, դա երկրի պետական անվտանգության, ազգային անվտանգության վերաբերվող լուրջ փաստաթուղթ է, որի ընդունումով կարող է զբաղվել միմիայն իշխանությունը։ Եվ եթե մենք գանք իշխանության, բնականաբար այդ ծրագրերը եւ փակ եւ բաց ռեժիմներով կներկայացվի, թե մենք ինչ ենք առաջարկում, բայց ինչ է դա պարունակում իրենից։ Դա պարունակում է իրենից հետեւյալը, որ Հայաստանի ղեկավարները, Հայաստանի անվտանգության համակարգը պետք է ունենա հստակ դոկտրին, որով շարժվի առաջիկա տարիներին։ Այն համանավանդ այս փոփոխվող աշխարհում մենք պետք է իմանանք հստակ, ովքեր են մեր
հակառակորդները, ովքեր են մեր գործընկերները, ինչպիսի սպառնալիքներ կան ում կողմից, եւ դա պետք է փաստաթղթավորվի, դա պետք է հստակ հատուկ մի թիմ աշխատի պետական պաշտոնյաների, որոնք դրանով զբաղվեն եւ անկախ նայած վաղը եթե ես գամ իշխանության եւ որևէ երկրի ղեկավար իմ դուրը չգա կամ ինչ-որ հետը խնդիր ունենամ, ես չշարժվեմ միայն դրանով, այլ շարժվեմ մեր պետության դոկտրիններով։ Մենք ըստ էության պարզ է թե ովքեր են մեր հակառակորդները, թշնամիները եւ ում դեմ պետք է մենք ուժեղանանք, ըստ ովքեր են մեր բարեկամները։ Ձեր եթե հաղթեք գաք իշխանության, ըստ էության նաև ձեր տեսլականը պետք է ընկած լինի, չի անվտանգության այդ հայեցակարգի հիմքում, ովքեր են մեր բարեկամները։ Մենք ընդհանրապես գտնում ենք, որ բարեկամների հետ հարաբերությունների կառուցումը պետք է լինի փոխադարձ եւ ընդհանրապես մենք նաև գտնում ենք, որ ամբողջ աշխարհը այնքան արագ է փոփոխվում, որ մենք այսօր մի խնդրի մեջ լինելով հանդերձ դուրս են գալիս, կարող է միանգամից դառնանք բարեկամ կամ հակառակորդ։ Սա այսօրվա ասելու բաներ չեն եւ ընդհանրապես մենք կողմնակից ենք բոլորի հետ էլ բարեկամական հարաբերությունների, բոլորի հետ բարեկամական հարաբերությունների ստեղծման։ Մենք թշնամիներ չենք փնտրում, բայց պետությունը որպես պետություն ունի իր սպառնալիքների հետ կապված հարցեր, մարտահրավերներ, որը ելի եմ կրկնում, պետք է լինի արդեն փակ ռեժիմով եւ պետական կառույցները, ազգային ժողովը, կառավարությունը, անվտանգության խորհուրդը դրանք պետք է ուսումնասիրեն։ Լավ, արտաքին ինչ քաղաքականություն եք վարելու։ Ես կարծում եմ արտաքին քաղաքականությունը պետք է լինի հավասարակշռված եւ չլինի հակասող աշխարհակահաղական որևէ կենտրոնների հետ, որովհետեւ ճիշտ է դա շատ բարդ բան է։ Այսինքն կանոններ, երկրների անուններ, Օրինակ մենք դեմ ենք, որ մենք ունենանք խնդիրներ Ռուսաստանի հետ։ Մենք դեմ ենք, որ մենք խզենք մեր հարաբերությունները Եվրոպայի հետ։ Մենք դեմ ենք այդ սցենարներին, այսինքն ընտրելով մեկ ճանապարհ, հա, գնալ եւ մյուսների հետ խզել հարաբերությունները, դա հղի է լուրջ անվտանգային սպառնալիքներով մեր երկրի հետ, բայց մենք ունենք Ռուսաստանի հետ լուրջ առևտրային կապ, ունենք համագործակցություն, որը կարծում ենք պետք է թեկուզ եթե կան խնդիրներ, իսկ խնդիրներ կան, պետք է բանակցել եւ փորձել այդ հարցերը լուծել, որովհետեւ մենք ունենանք խնդիրներ եւ այդ խնդիրները չեն բխի մեր ազգային պետական շահերից։ Գործող իշխանություններն էլ ասում են, մենք չենք ուզում Ռուսաստանի հետ խնդիրներ ունենանք, մեր հարաբերությունները վատ չեն, լավ են եւ վերակառուցման փուլում են եւ լավ փուլում են գտնվում, բայց տեսնում ենք, որ Ռուսաստանը լավ չի վերաբերում Հայաստանի արևմտյան ինտեգրման կամ արևմտյան դեպի արևմուտք իր հարաբերությունների զարգացմանը եւ պետք է բանակցել։ Ոնց որ բանակցում են, բայց այսօր չի ընդունում։ Պատմությունը եթե ուսումնասիրեք, դիվանագիտությունը շատ դեպքերում լինում են, որ բանակցողին փոխում են։ Ուրիշ մարդ է բանակցում, լավ է ստացվում։ Հիմա արտգործնախարարը կարող է բանակցում է, բայց այդ ուղղությամբ չի ստացվում, կարող է ինչ-որ մինես մարդ է պետք, որ կարողանա բանակցի, ես չգիտեմ, բայց դեսպանները ով է լինելու ձեր արտգործնախարար, վարչապետը գիտենք Վաղարշակ Հարությունյանն է։ Դա կորոշի մեր թիմը, բայց եթե մենք գանք իշխանության, դա այդ ժամանակ է քննարկվում, այսօր ես ինչ անուններ հայտարարեմ։ Չունեք դեռ ձեր ստվերային կառավարությունը։ Լավ, դատելով այդ հանգամանքից, որ Վաղարշակ Հարությունյանն ունի որոշակի ռուսամետ գործիչի տպավորություն է թողնում նրա քայլերից էլ դա կարելի է հասկանալ, կարելի է ենթադրել, որ այդ համագործակցությունն էլ նրան հրավիրել որպես վարչապետի թեկնածու ձեր կուսակցություն այս ընտրություններին պատահական չի եւ դուք կիսում եք նրա այդ ուղղվածությունը։ Գիտեք, ես չեմ տեսել այդպիսի հստակ ռուսամետ ուղղվածություն, ինչի, որովհետեւ Վաղարշակ Հարությունյանի տարբերություն շատ ձեր նշած ռուսամետ գործիչներից ավելի օբյեկտիվ է մոտենում հարցերին եւ ինքը առաջնահերթ խնդիր է դնում մեր պետության շահը եւ Հայաստանի Հանրապետության ապագան։ Ինքը այն մարդկանց շարքին չի պատկանում, որոնք ուղղակի աչքերը փակ կուրորեն ինչ-որ վստահում կամ գովերքում են որևէ պետությանը, հա, որը մեր համար էլ է անընդունելի, որովհետեւ մենք լավ տեսնում ենք, չէ՞, որ այդ գովերքումները ուր է բերում եւ ինչ խնդիրների է բերում եւ չտեսնել այն խնդիրները, որ այսօր կա, դա նշանակում է ինքնախապեյությամբ զբաղվել եւ այդտեղ ինչ-որ մետության հարց չկա, խնդիրը նրանում է, որ մենք պետք է կարողանանք ռեալ գնահատենք այսօրվա սպառնալիքները, այսօրվա վիճակը, այսօրվա տնտեսական մեր շահերը եւ նաեւ հարաբերությունները Եվրոմիության, Արևմուտքի հետ ընդհանուր վերցած, այդ թվում Իրանի հետ, Թուրքիայի հետ ապագա համագործակցության կամ ճանապարհների բացման, հա, ուղղությամբ եւ այս ամեն ինչի մեջ մենք պետք է ունենանք մի մարդ, որը կարողանա Ռուսաստանի կամ ռուսական լեզուն հասկանալ, ասենց ասեմ։ Դա ռուսամետություն չի, դրանք տարբեր բաներ են, ես կուզենամ, որ մարդիկ ճիշտ է գնահատեն, որտեվ
Վարուշակ Հարությունյանը իր գործի բերումով այո աշխատել է Ռուսաստանում, բայց նրա աշխատանքի ողջ իմաստն ու անելիքը եղել է, որ օգտակար լինի Հայաստանի Հանրապետության բանակին, Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, այլ ոչ թե վերկանալ ու գովերքել ինչ-որ մի պետությանը կամ բան անել, ոնց որ այսօր դա ընդունված է։ Շատ լավ, իսկ ինչպես է գնահատում Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, որ չհանդուրժելով դեպի արևմուտք կապերի սերտացումը, ամրացումը, փակում է տնտեսական հնարավորությունները Հայաստանի առաջ, գիտեք։ Ես էլ եմ ասում, պետք է բանակցել։ Նայեք, Ռուսաստանի հետ հարաբերությունները միշտ չեն եղել, որ միշտ է լավ են եղել։ Եղել են բազմաթիվ խնդիրներ։ Ի վերջո դա մեծ իմպերիա է, ինչպես Արևմուտքի, ասենք Եվրոմիությունը, ինչպես Իրանը։ Դրանք իմպերիաներ են։ Եկեք այն որ ասում է իր անուններով կոչենք ամեն ինչ։ Հիմա մենք այդ իմպերիաների արանքում մի փոքր պետություն ենք, որը պարտվել է պատերազմում, անցել է դժվար ճանապարհ։ Հիմա մենք ո՞նց կարող ենք այս հարցերի լուծումները տալ։ Առաջինը, եթե չունենք ներքին համերաշխություն, ազգային հարցերի շուրջ, ազգային օրակարգի շուրջ, գոնե մոտ, տեսակետներ։ Երկրորդը, ինչպես կարող ենք դա անել, եթե չենք գնահատում իրական իրավիճակը, եւ երրորդը, եթե մենք ինքներս մեզ ենք անդադ խանգարում մեր մեջ եւ չենք ընտրում մի այնպիսի ճանապարհ, որ բոլորս, ասենք, ունենանք մի հատ ընդհանուր ճակատ եւ այդ ճակատով աշխատենք հանուն մեր պետության։ Եվ դրա համար մենք առաջարկում ենք հենց անվտանգության հայեցակարգը, որի մեջ լինելու է եւ տնտեսական, եւ տեղեկատվական, եւ բնապահպանական անվտանգության դոկտրիններ, որոնք այդ ամբողջական փաստաթղթի մաս են կազմելու եւ հենց ձեր ասած բոլոր հարցերի պատասխանները տրվելու են։ Ռուսաստանը հիմա Հայաստանի առաջ խնդիր է դնում, շուտ կողմնորոշվեք եւ շուտ նստեք Եվրամիության կամ ԵԱՏՄ-ի գնացքից շուտ իջեք կամ մնացեք այնտեղ, մի խոսքով։ Ճիշտ պահանջ է դա Հայաստանի նկատմամբ եւ Հայաստանը պետք է որ շուտ այդ որոշումը կայացնի։ Նայեք, ամբողջ խնդիրը գիտեք որն է։ Ամբողջ խնդիրը նրա մեջ է, որ մենք ունենք Եվրոպայի հետ եւ տնտեսական եւ բարեկամական հարաբերություններ։ Նաեւ ունենք շատ մեծ սփյուռք։ Մենք երբևէ չենք կարող մեր դռները փակել եւ ասել մենք Եվրոպայի չենք շփվում։ Նույն սովետական միության ժամանակ մենք մեր սփյուռքի հետ շփվել ենք, դա անհնար է։ Հիմա նայեք, խնդիրը ստեղ այլ բանի մեջ է։ Երբ որ մենք ասում ենք մենք գնում ենք Եվրոմիություն եւ վերջ։ Ռուսաստանը բնականաբար մեզ հարց պետքա տա, բայց եթե դու գնում ես Եվրոմիություն, բայց ԵԱՏՄ-ն այնտեղ նախատեսված չի այդ ռեժիմը, որ դու լինես համ ԵԱՏՄ, համ Եվրոմիություն։ Բնականաբար իշխանությունները հասկանում են եւ ասում են մենք երբ կորոշենք կպատասխանենք, բայց դեռևս մենք ԵԱՏՄ-ում ենք։ Բայց երկրորդը եկեք ստեղ նայենք մի հատ։ ԵԱՏՄ-ում նախ մեզ ով է սպասում, այդ ԵՄ-ում։ Դուք տեսաք Եվրամիության քաղաքացիական այդ համայնքի նորմալ է դա։ Վերջին, այո, միջոցառումը մեծ Հայաստանում եւ որ ասացին Հայաստանի։ Դա չի նշանակում։ Չէ, ես այդ ամեն ինչը շատ լավ տեսնում եմ, ես տեսնում եմ այդ հարաբերությունները, բայց ես չեմ տեսնում հնարավորություն դառնալու Եվրոմիության անդամ։ Դուք տեղյակ եք, որ Եվրոմիության անդամ դառնալու համար մեր ամբողջ տնտեսությունը առաջին հերթին պետք է ստանդարտներին համապատասխանի։ Իշխանություններն ասում են արդեն անում ենք։ Դրա համար պետք է ծախսվի միլիարդավոր դոլարներ, որ մեր պետությունը կարողանա։ Ես խոսում եմ այն ինչը կա։ Տնտեսվարող սուբյեկտներին տալիս ենք լիզինգներով բարձր տեխնոլոգիաներ ներմուծելու, տեղակայելու։ Երկրորդը, մենք ունենք փորձ։ Եթե մենք խոսում ենք ենթադրություններով եւ մեր ցանկություններով, դա այլ հարց է։ Եվ մենք խոսում ենք իրողությունով։ Իրողությունը հետեւյալն է։ Մենք տեսել ենք մեր հարևան Վրաստանի փորձը, տեսել ենք Ուկրաինայի փորձը, Թուրքիայի փորձը, Եվրոմիությունը կարող է տասնամյակներ պահանջվի, տասնամյակներ, որ Հայաստանը անդամակցի։ Հիմա խնդիրը ինչումն է։ Հրաժարվենք մտքից, եթե այդպես է։ Նայեք, խնդիրը հետեւյալի մեջ է, քանի դու դեռ չունես այլ ընտրանք, դու ոնց ես հրաժարվում ԵԱՏՄ-ից, հրաժարվում ռուսական շուկայից ու գնում Եվրոմիություն։ Տեսեք, Եվրոմիությունը այլ ընտրանքն է, որի ուղղությամբ գնում են, օրենքն էլ ընդունել են, տնտեսությունն ու այլ ստանդարտներ փորձում են համապատասխանեցնել Եվրոմիության չափանիշներին, չէ՞։ Ասենք 10 տարի պահանջվեց, այդ 10 տարում Հայաստանի տնտեսության վիճակը ինչ է լինելու։ ԵԱՏՄ անդամ ենք։ Չէ, եթե դուրս գանք ԵԱՏՄ-ից, ինչ ենք լինելու։ Ուր ենք գնալու։
մեր ապրանքները ուր է գնալու։ Դուք պատկերացնում եք ինչ ծավալի մասին է խոսքը գնում։ Դե դուրս չեն գալիս մինչև այնտեղի մուտքը ապահովել։ Այդ մինչևը մեր մտահոգությունը, ես անկեղծ եմ ձեզ ասում, մեր մտահոգությունը այդ մինչևի ժամանակահատվածն է։ Եվ որևէ մեկը Եվրոմիության ղեկավարությունից, այնտեղից չի կարող այսօր մեզ նման վստահեցումներ տա, երաշխավորություններ տա, թե դա 1 տարի է, 10 տարի է, թե 20 տարի։ Եվ այդ մինչևը, եթե մենք չունենալով ռեսուրսներ, ունենալով դերևս չստորագրված խաղաղության պայմանագիր, Թուրքիայի հետ չունենալով դեր բացված ճանապարհներ, ունենալով Իրանի նման պետություն, բարեկամ պետություն, որի հետ կա խնդիր արևմուտքի հետ ու տեսնում եք ինչ է կատարվում, մենք այս ընթացքում այդ մինչևը ինչ ենք անելու, եթե այդ ճանապարհային քարտեզը չկա, խոսել Եվրոմիություն գնալու մասին, դա ուղղակի ցանկություն է։ Ես դեմ չեմ թող լինի այդ ցանկությունը, բայց այդ ցանկությունը չվնասի մեր մյուս բարեկամի հետ հարաբերությունների խզարումը։ Այս պարագայում դուք ինչպես եք պատկերացնում ճիշտ ճանապարհը։ Մենք հայտնվել ենք հիմա այս վիճակում, մեր առջև խնդիր է դրված ԵՄԱ թե մնալի է ԱՏՄ, դուք ինչ կանեիք։ Ես կարծում եմ, որը կընտրեիք, ինչ չէ, այստեղ նայեք, ես կարծում եմ, մենք միանշանակ պետք է մնանք ԵԱՏՄ կազմում այնքան ժամանակ, քանի դեռ ավելի լավ հնարավորություններ մենք չունենք։ Եթե ունենք, եկեք քննարկենք։ Մենք չունենք, դա ցանկություններ են եւ խոսակցություններ, բայց միաժամանակ նույնն են ասում։ Նայեք, միաժամանակ, եթե մենք խզում ենք հարաբերությունները Ռուսաստանի հետ, ելի եմ կրկնում, մենք արևմուտքի հետ չենք կարողանում հասցնել այն մակարդակի շփում տնտեսական առումով եւ անվտանգային առումով, որ մենք մտածում ենք։ Իդեալականացնել ամեն ինչ շատ լավ կլինի։ Մենք շատ բան կարող ենք ցանկանալ։ Հիմա ես էլ եմ ցանկանում, որ այս խորհրդարանում ունենամ 20% ձայն, բայց իմ ցանկանալը շատ քիչ է։ Նույնն է Եվրոմիության ավելի քիչն են ասում։ Իհարկե։ Լավ, պարոն Բաբայան, իսկ ներքին քաղաքականության ինչն է ձեր համար ոչ ընդունելի, գործող իշխանությունների գործունեությունը հատկապես ինչն է անընդունելի ձեր համար, ինչն եք քննադատում եւ ինչը կփոխեիք դուք։ Կամ ինչը կառաջարկեիք։ Ես կարծում եմ պետք է մեր պետության անկախ պետության հիմնադրման գուցե 40-ամյակի կապակցությամբ դա կլինի, երբ կլինի, պետք է մի կարմիր գիծ քաշել եւ համերաշխության ձեռք մեկնել բոլորին։ Ես կարծում եմ, որ մենք պետք է գանք ներքին համերաշխության։ Անկախ նրանից այս իշխանությունը կմնա, կփոխվի, ես կուզենամ, որ դա իմ ցանկությունն է, որ մենք թողենք պատմության փորփրելը։ Մենք թողենք երրորդ հանրապետության պատմության այդ հետևից գնալը եւ նայենք ապագային մի հատ գիծ քաշենք, որ այս նոր սերունդները ավելի միասնական եւ համերաշխ ապրեն Հայաստանի Հանրապետությունում, գոնե էլի եմ կրկնում, գլոբալ հարցերի շուրջ ունենան նույն օրակարգը, նույն տեսակետները, որ մենք կարողանանք միասնական դառնալ։ Նայեք, քաղաքականություն, բայց դուք երևի ինքներդ եք տեսնում, որ Երևան քաղաքում նույնիսկ մարդիկ իրար չեն հարգում, չեն ընդունում, չեն սիրում։ Մենակ մեր երթևեկությունը նայում ես արդեն հերիք է։ Մի սիգնալի համար իրար հայհոյում են, իրար չեն զիջում, իրար չեն ընդունում։ Մենք այս մթնոլորտը պետք է փոխենք։ Մենք պետք է կարողանանք նենց այն, որ մարդիկ իրար հարգեն։ Այսօր բարեկամը բարեկամի հետ չի խոսում, ընտանիքի անդամը ու քաղաքականության պատճառով։ Սա մեր նման փոքր երկրների համար կործանարար է։ Մեր ռեֆորմների կարևոր կետերից մեկը մենք գտնում ենք ներքին համերաշխության ձեռքբերումն է։ Ցավոք սրտի դա կարող է անել առաջին հերթին իշխանությունը, որովհետև եթե իշխանությունը դա չի անում, հետեւաբար դա չի էլ ստացվելու։ Ինչը չի անում այս դեպքում իշխանության, որ մենք տեսնում ենք, չէ, ասենք քարոզարշավի ընթացքում այդ տերմինաբանությունը, խոսակցությունները, նույնն էլ ընդդիմությունն է ասում եւ իշխանությունը ասում են մենք պարզապես հակադարձում ենք ընդդիմությանը։ Դե գիտեք, ինչ որ Ռոբերտ Քոչարյանն ասում է համբալ, դե սխալ է։ Նիկոլ Փաշինյանը հակադարձում է նրան կամ որտեղից պետքա դա կանգ առնի, հիմա դրա համար եմ ասում, հիմա դա ոնց կլինի, ով կլինի, ոնց կլինի, դա պետք է մեր երկրին, համերաշխությունը պետք։ Եթե այդ համերաշխությունը կարողանանք ապահովել, որ օրենքի շրջանակներում ինչ կա թող լինի, բայց ասենք մարդկային առումով վերջ-վերջով մենք բոլորս հայ ենք, մենք այս համերաշխ մթնոլորտում պետք է կարողանանք ապրել։ Իսկ ով է մեղավորը այսօր, որ համերաշխ չի Հայաստանի քաղաքական դաշտը, ընդդիմությունը թե իշխանությունը չի կարող մեղավոր լինել, որովհետև ընդդիմությունը տեսնում է մի բան արձագանքում է, չէ, բայց այդ
արբիտրը, այս իրավիճակի հարց լուծողը, այն ուժն է, որը իշխում է։ Հետևաբար իշխանությունը պետք է ձեռքը մեկնի, իշխանությունը պետք է դադարեցնի այդ գործընթացները եւ եթե ինքը դա անի, ես վստահ եմ մյուսներն էլ կանեն ու ինչ որ մի этаպում կավարտվի այս ամեն ինչը։ Տեսեք, շատ պարզունակ օրինակ մի հարց իշխանությունը անդիմությանը հրավիրում է գնալ եւ տեսնել ձեռք բերված զենքերը, մինչեւ երեկվա զորահանդեսը հրավիրում էր անդիմությունը դա չէր ընդունում։ Ասենք միգուցե դա էլ հաշտության շատ փոքր, շատ պարզունակ առաջարկներից մեկն է իշխանության կողմից, որը իշխանությունը անդիմությունը չընդունեց։ Բայց ամենայն դեպս ես չեմ տեսել դեռ ռեալ քայլ, որ իրոք կարողանա համերաշխության գա մեր քաղաքական էլիտան, ցավոք սրտի չկա նման բան, գիտեք, գուցե եւ անցել ենք արդեն այդ կարմիր գծերը, որ անհնար լինի այս իշխանության օրոք հա այդ խնդիրները լուծել, բայց հույսով լինենք, որ երբ որ մենք կգանք իշխանության, մենք կկարողանանք այո, բոլորին ոչ թե բարիշացնել, այլ այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ չխրախուսվի այդ բանավեճերի այդ մակարդակը, որովհետև նաև մենք որպես ռեֆորմիստներ ձգտում ենք գնալ նոր խորհրդարան, հենց նաև այդ նոր մշակույթը բերելու համար քաղաքական դեբատների, այլ ոչ թե անձնական վիրավորանքների, որովհետև մարդիկ նայում են մեզ հարցնում են, ասում են, լավ, այս երկրում այդ խնդիր չկա, մեր քաղաքացիները խնդրեմ չունեն, ամբողջ օրը դավաճան թալանչի, դավաճան, ուրիշ խոսակցություն չկա ձեր երկրում, բայց ձեր քաղաքացիների հարցերով ով է զբաղվում, հասկանում եք, ու դառնում է ինչ, դառնում է մեկ մարդու իշխանության պետություն, որ այդ մեկ մարդու իշխանությունը ամեն ինչ կախված է այդ մեկ մարդուց, իսկ խորհրդարանում մենակ այդ նույն մեկ մարդու վերաբերյալ բանավեճն է։ Ու չկա ոչ մի խոսք, ոչ մի դեբատ, ոչ մի առաջարկ, չկա, դա վերանում է։ Դրա համար հիմա թող ժողովուրդը որոշի, ում է ուզում ընտրել, նորից նույն իրավիճակում նույն բանը տեսնի 5 տարի, թե տեսնի նոր որակի խորհրդարան։ Իսկ տնտեսական, իրավական այլ ոլորտներում իրավիճակը ինչպես է գնահատում կամ դուք ինչը կփոխեիք, ինչն եք համարում հիմա սխալ եւ ինչը կփոխեիք։ Ես կարծում եմ պետք է ավելի բարեկարգել մեր տնտեսական հարկային դաշտը, որովհետև ես գտնում եմ պետք է արտոնություններ տալ մարդկանց, որ ավելի հեշտ են աշխատել։ Տեսեք, իհարկե այսօր ավելի թափանցիկ է շատ բաներ դարել, ավելի ինչ որ հարցեր կան, որոնք մոտ են դառնում այդ ձեր ասած եվրոստանդարտներին կամ չգիտեմ համաշխարհային ստանդարտներին, բայց ընդհանուր առմամբ մարդիկ դժգոհություններ ունեն, մարդիկ գտնում են, որ ավելի կարելի է հեշտացնել այս կյանքը տնտեսվարման ոլորտում։ Միշտ լինելու են, բայց դժվարությամբ են հարկեր վճարում։ Գիտեք, պետք է մտածել նաև մարդկանց սոցիալական բլոկը մեր երկրում, այդ որ խոսում են, ասում են ամենտեղ թոշակը 10,000 դրամ բարձրացրել ենք, հիմա որ հարց տանք։ Առողջապահ թոշակի 10,000 դրամը մեր հասարակությունը, մեր քաղաքացիները այդ 10,000 դրամով ինչն է փոխվելու իրանց կյանքում, երբ որ արդեն այդ 10,000 դրամի համեմատ գները բարձրացել են։ Այսինքն մեր գնաճը եկել հասել է նույնը 10,000 դրամ։ Դա միշտ է այդպես, հենց թոշակ աշխատավարձ բարձրացվում են, միանգամից դա ազդակ է, որ գնաճ տեղի ունենա։ Դե հիմա տեսեք, երբ բարձրացել որ դա արդեն խոսում է նրա մասին, որ մարդկանց կեսամակարդակը դրանով չի փոխվում։ Մարդիկ վարկերի մեծ քանակի տակ են գտնվում, հա, վարկեր են մուծում եւ այլն, այսինքն չկա տնտեսական այն բարեփոխումները, որ մարդիկ սկսեն ավելի լավ ապրել։ Դա իհարկե բնական եւ օբյեկտիվ տեսակետ է, որ մարդիկ խոսում են։ Եվ բարեփոխումների տեսանկյունից մենք մեր ծրագրի կետերից մեկը վերաբերվում է տնտեսության մեջ պետության կառավարիչների մեծացմանը, հա, կարգավորիչ դերի մեծացմանը, դա ինչ է ներկայացնում, որ մենք կարող ենք ավելի մեծ դեր տալ պետությանը մասնավոր սեկտորում, քան որ այսօր կա, որովհետև բաներ կա, օրինակ վիոլա ջուրը, օրինակ չգիտեմ ինչ որ մերը չեն եւ մենք գտնում ենք, որ պետությունը պետք է կարողանա այնպես անել, վիոլա ջուրը մերն է, կառավարումն է, ֆրանսիական ընկերությունը։ Հեցը տեսակ պետության կառավարումը պետք է լինի մերը, այսինքն պետությունը պետք է կարողանա ավելի շատ բան պետականացնել, հա, այդ հանքերն են, չգիտեմ, կարևոր ստրատեգիական բաներն են։ Ու տեսակ վերջին տարիներին հանքերում կառավարությունը մասնաբաժին։ Այսինքն կառավարությունը պետք է ունենա, այո, կառավարությունը պետք է ունենա կարգավորիչ դերի մեծացում մասնավոր սեկտորում։ Դա տնտեսական հիմնական ռեֆորմներից մեկն է մեր, որ ես գտնում եմ չի կարելի թույլ տալ, որ ամեն ինչ շուկան կարգավորի։ Այդ թվում գնային քաղաքականությունը, որովհետև այսօր տեսնում եք կարող է
ինչ-որ մի պահ, ինչ-որ մի բանի գներ ահավոր բարձրանաս, պետությունը պետք է կարողանա դա կարգավորել ու շատ արագ, որպեսզի մեր քաղաքացին չտուժի։ Ձեր ծրագրային հետաքրքիր դրույթներից էր կրիպտո արժույթի ոլորտի զարգացումը, դա կարծեք թե ինչ-որ թրենդային է վերջին շրջանում մեր կուսակցությունների ծրագրերում, այսինքն այդքան արդեն արդիական է կամ Հայաստանի համար այդքան հրատապ է։ Դե ճիշտ ասած ես դրա մասնագետը չեմ եւ ես էլ եմ նոր ծանոթանում եւ ուսումնասիրում այդ ոլորտը, բայց մենք ունենք մեր տեխնացուներից մասնագետ, եթե ցանկանաք ինքը երբ ցանկանաք այդ ծրագիրը կարող է ներկայացնել, մեր ծրագիրը կոչվում է Թվային Հայաստան եւ այդ Թվային Հայաստան ծրագրում մանրամասը ներկայացված է թե ինչպիսի տնտեսական քաղաքականություն ենք մենք վարելու, ինչպիսի ռեֆորմներ ենք անելու, որ կրիպտո արժույթների կենտրոն դառնա Հայաստանը տարածաշրջանում։ Այո, եւ դրա հնարավորությունը մենք ունենք, դա բավականին մեծ աշխարհ է, առանձին աշխարհ է, որը հիմա ամբողջ առաջատար տնտեսական գոտիներում զարգանում է եւ Հայաստանը դուրս չմնա այդ գործընթացներից։ Դա ռեֆորմներից մեկն է, այո, մենք որ առաջարկում ենք եւ ասեմ, ունենք կոնկրետ ծրագիր եւ այդ կոնկրետ ծրագրի հետ կապված էլ ունենք կոնկրետ մասնագետ, ով ղեկավարում է այդ ծրագրի հետ կապված աշխատանքները եւ եթե մենք մտանք խորհրդարան, մենք այդ ծրագրի շրջանակներում միանշանակ բերելու ենք փոփոխություններ եւ նոր օրենսդրական ուրեմն առաջարկություններ ազգային ժողով։ Լավ, պարոն Բաբայան, այս մեծ եւ ընդդիմադիր դաշտում եւ իշխանական դաշտում դուք ունեք շատ մեծ մրցակիցներ, որոշակի բաներ համընկնում են տարբեր կուսակցությունների ծրագրային դրույթներից հետ։ Այդ դեպքում ինչով եք դուք առավել ընդդիմադիր դաշտի հատկապես մյուս կուսակցություններից, որ ընտրողների ձայնը պետք է տան ձեզ եւ ոչ թե ուժեղ Հայաստանին կամ Բարգավաճ Հայաստանին կամ Լուսավոր Հայաստանին եւ մյուսներին։ Շատ լավ հարց եք տալիս, ես ասեմ, ու այդ հարցի պատասխանը երևում է, կարծում եմ, հենց այն պարզ պատճառով, որ լինելով ես կուսակցության նախագահ, ես առաջարկել եմ մեր ցուցակը գլխավորի Վաղարշակ Հարությունյանը, որովհետև եթե մենք նայենք եւ ուսումնասիրենք տեխնացուների անցած կենսագրությունները, ես վստահ եմ, դեպ եւ պարոն Հարությունյանից բացի ցուցակի մյուս անդամներից լայն հանրության ամեն դեպքում որևէ մեկը Դե Անի Ներկարյանը լրագրող է ընդդիմադիր հայտնի, կարծում եմ կիմանա, Գրիգոր Հարությունյանը Երևանի ավականի է գործող մարդիկ մասնագետներ, քաղաքացիներ, որոշակի շրջանակներ ճանաչում են, բայց դե շատ լայն հանրությանը, այո, ճիշտ եք ասում, դե այսօր մեր նման, այսպես ասած, հա, ոչ իշխանական եւ ոչ ազգային ժողովում եղած կուսակցություններից դուք չեք էլ տեսնի 3 հոգի մարդ, որ կարող է ինչ-որ հանրային լինի, մեր պարագայում 3-4 հոգի իհարկե մենք հանրային ենք եւ ունենք այդ հնարավորությունը, բայց Վաղարշակ Հարությունյանը իրական տարբերվում է իր կենսագրության բոլորից, ինչ է ուզում ասել, որ հենց մենք առաջարկել ենք իրեն նրա համար, որտեղ ինքը ունի ամբից կենսագրություն, 36 տարի ծառայել է Հայաստանի Հանրապետությանը, եղել է Պաշտպանության նախարար տարբեր Հայաստանի ղեկավարների օրոք, ունի լուրջ գիտելիքներ եւ կրթություն այդ ոլորտում, գործադիր իշխանությունում, դիվանագիտությունում։ Ես գտնում եմ, որ դա եւ առավելություն է, եւ պատիվ է, եւ գտնում եմ, որ Վաղարշակ Հարությունյանի նման պետական գործիչները այսօր պետք են Հայաստանին եւ իրենք պետք է անպայման լինեն ազգային ժողովում։ Դրանով պետք է տարբերվեք, այսինքն դրանով եք տարբերվում, միայն դրանով չէ, բայց դա շատ լուրջ տարբերություն է, թե դուք կրկնում եմ, վերցնեք 17 կամ 18 կուսակցությունների առաջի համարների կենսագրությունները ուսումնասիրեք, դուք կտեսնեք, որ դա շատ լուրջ առավելություն է, որ այո, նման մարդկանց պետք է ձայն տալ եւ հնարավորություն տալ, որ գան իրենց բարեփոխումները բերեն։ Երկրորդը մեր ծրագիրն է, որը իրոք 7 կետ է, որպեսզի մարդիկ այդ 7 կետը ուսումնասիրեն, կարդան եւ գան ընտրեն, որովհետեւ մենք չենք 3 բան գրքի մակարդակով ինչ-որ բաներ գրում, բերում։ Ուսումնասիրելու մեծ նյութ էլ չկա 3 բայց պետք է ուսումնասիրել։ Եթե այսօր ինչ-որ մեկը ձեզ ծրագիր է ներկայացնում, այդ ծրագրերը հիմնականում վիրտուալ աշխարհի են։ Սա կոնցեպտներն են, որոնց շուրջ մարդիկ պետք է հասկանան, այս մարդկանց ուզում են ընտրեն, թե չէ։ Եթե մենք հիմա ներկայացնենք 50 էջանոց ծրագիր, դա ոչ մեկ չի կարդալու, բացի լրագրողներից կամ վերլուծական շրջանակներից։ Իսկ մենք գործ ունենք քաղաքացիների հետ, քաղաքացին պետք է իմանա ինչի համար է ընտրում։ Եվ ամփոփելով, ինչպիսի Հայաստան եք դուք այդ ձեր ծրագրով եւ պարոն Վաղարշակ Հարությունյանի հետ միասին։ Անվտանգ Հայաստան։ Մեր հիմնական կարգախոսն է անվտանգություն եւ զարգացում։ Մենք գտնում ենք, որ ոչ խաղաղությունը, ոչ էլ պատերազմները հավերժ չեն լինում։
միայն անվտանգությունն է երկարատև լինում եւ հավերժական, որովհետեւ անվտանգությունը այնպիսի համակարգ է, որը խուսափում է պատերազմներից եւ բերում է խաղաղություն։ Դրա համար ես առաջարկում եմ, որ մեր քաղաքացիները լավ մտածեն եւ գնան ընտրեն համար 1-ը անվտանգ Հայաստանը։ Շնորհակալություն, պարոն Բաբայան։ Հիշեցնեմ, որ Ամեկ+-ի տաղավարում էր Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։